Օրերին գիտենք Գյումրիում նախընտրական պրոցեսներ են ընթանում, մենք զրուցել ենք նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ։ Ձեր ակնկալիքները օրինակ խոսում են, որ Գյումրիի ընտրությունից է կախված Հայաստանի հետագա ներքաղաքական վիճակը։ Ես այդչափ չեմ մեծացնի, բայց շատ կարևոր է, շատ չափազանց կարևոր եւ ոչ միայն Գյումրիում, ամենտեղ հանցագործների խումբը պետք է իմանա, որ իրենք ամբողջությամբ մերժված են, իրենց սիրած բառը ասեմ, ամբողջությամբ, անկախ նրանից, թե քանի հոգի կքվեարկի իրենց օգտին, քանի հոգի չքվեարկի նշանակություն չունի, հասարակական տրամադրությունները այդպիսին պիտի լինեն, եւ Գյումրիում էլ մաղթում եմ, որ ես չեմ համարում ընդդիմադիր, համարում եմ հայրենիք ունեցող մարդիկ, միասնական մեկ մտքով, մեկ սրտով, մեկ հոգով այդ հաղթանակի դրոշմը կդնեն եւ այո, թող լինի այդ հաղթանակի դրոշմը այն բոլոր մեր մտածումները ճշմարտության հաղթանակի կարևոր հանգրվաններից մեկը, չեմ ասի սկիզբը, կարևոր հանգրվաններից մեկը։ Գյումրին համարվում է Հայաստանի հայրաքաղաքը, հանրապետության երկրորդ քաղաքը, ինչքանով է կարևոր, եթե օրինակ Գյումրիում ընդդիմությունը հաղթեց հասավ հաջողության, ինչ կնշանակի սա։ Գյումրին նաև իմ ծննդավայրն է, չմոռանաս, այստեղ նաև մկրտվել եմ, ես կնքվել եմ։ Արդեն քիչ առաջ ասացի, շատ կարևոր է, որպեսզի այն սխալ մեկնաբանությունը Գյումրիի հասցեին արված եւ այլն, նաև Գյումրին եւ գյումրեցիները համայնքը ամբողջությամբ վկայի, որ դրանք ժամանակավոր պարզապես պիտակավորումներ էին, բոլոր նրանց հասցեին, ովքեր այս քաղաքում ապրել են տարիներով, չեն լքել, չեն հեռացել, իրենց բոլոր դժվարություններով, բոլոր տեսակի պակասություններով ասեմ, այդուհանդերձ այն կամքը, որ գյումրեցիները եւ Գյումրի ամբողջական համայնքը կարող է դրսևորել, որին ես շատ լավ ծանոթ եմ, արմատներով ծանոթ եմ, իր վճռական խոսքը կասի։ Նայեք, Սարիկ Մինասյանն է ԿՊ-ի ներկայացուցիչը Գյումրի Թեկնածուն քաղաքապետի, պնդում է, որ միանձնյա տանելու է իշխանությունը եւ որևէ մեկի հետ չի ուզում համագործակցի։ Ում հետ պիտի համագործակցելու ցանկություն ունեցող պիտի լինի, որ համագործակցի։ Ինքը իր հետ կհամագործակցի, ես ոչ իրեն ճանաչում եմ, ոչ էլ գիտեմ, բայց արդեն որ ինքը մտել է հանցակից, մեղսակից լինելով այս ամբողջ պրոցեսներին, սա միայն տիմ ընտրություն չի սովորական, եւ դա միայն Գյումրիին չի վերաբերում, որևէ տեղ, որևէ տիմ ընտրության, տեղական ընտրության, որևէ մեկը, որ հագնում է ԿՊ հանցագործների շապիկը, նա մասնակից է այդ հանցագործության, մեղսակից է եւ արյունապարտ է։ Կապ չունի ում լավ տղեն է, մեր Սարիկն է, ձեր Սարիկն է, նրանց Սարիկն է, ում Սարիկն է կարևոր չի, ես իրեն չեմ էլ ճանաչում։ Անկեղծ եմ, մարդկայնորեն էլ ոչ մի դրական բան չեմ կարող ասել, բացասականը կարող եմ ասել, քանի որ այդ շապիկը հագել է։ Այդ շապիկը հագել է, ուրեմն մեղսակից, հանցակից եւ արյունապարտ է։ Կհաղթի, չի հաղթի, կապ չունի, դա էլ կապ չունի։ Նորից ասում, յուրաքանչյուր մարդ, ով կհագնի այդ շապիկը, կմտնի այդ մեղքի տակ, ինքը ուրեմն հանցակից, մեղսակից եւ արյունապարտ է։ Ինքը մասնակցում է Արարատի մերժմանը, մասնակցում է մեր ցեղասպանության ժխտմանը, մասնակցում է Արցախի հանձնմանը, մասնակցում է ամբողջ այդ մեր հազարավոր զոհերի կյանքի վճարմանը, մասնակցում է անհայտության մեջ գտնված մեր բոլոր տղաների այսօրվա եւ իրենց ընտանիքների այսօրվա անմխիթար վիճակի մեջ տառապանքին լինելուն, մասնակցել դրական իմաստով չեմ ասում, այլ ինքը մասնակից է ուղղակի, հանցակից եւ մեղսակից։ Սա կնիք է, որ պիտի դրվի իրենց վրա եւ իրենք իմանան, որ այդ կնիքով են, այդ աղվեսա դրոշմով են իրանք շարժվելու։ Ուրիշ բան չկա։ Հիմի թե լավն են, վատն են, լավ մարդ են, վատ մարդ են, այդ բնութագրիչները թող փողոցում այս կամ այն ձևով տրեն, բայց թե պատմության, թե ժամանակի, թե ընդհանրապես այդ աղվեսա դրոշմը իրենց ճակատին է։ Եվ որպես ծննդով գյումրեցի ինչ կհորդորեք ընտրողներին եւ պայքարի մեջ մտած քաղաքական ուժ։ Ես նախ բոլոր նրանց, ինչպես ասացի, ովքեր հայրենիք ունեն եւ իրենք իրենց ընծայել են, որ մեր քաղաքի կյանքի բարելավումը բերեն, փոխեն իրավիճակը, ես հաջողություն եմ մաղթում, հաղթանակ եմ մաղթում եւ ընտրողներին էլ հորդորում, ափսոս որ ես գրանցում չունեմ,
իմ գրանցումը Իջևանյանը ընդ որում ասեմ ձեզ, մաղթում եմ մեր քաղաքացիներին, մեր հայրենակիցներին գնալու եւ իրենց վճռական այոն ասելու բոլոր հայրենիք ունեցողներին եւ ոչ ասելու անհայրենիք մարդկանց։ Եվ մաղթում եմ, որ այո, մեր տեսիլքը, մեր ընտրարշավին թեկնածություն ունեցող մարդկանց, հայրենիք ունեցող մարդկանց տեսիլքը հաղթանակի։ Շատ կարևոր, իրենք են մեծացրել այս հարցը, իրենք էլ պետք է պարտության դառնությունը զգան, ես վստահ եմ, այլ միջոցներ են գտնելու եւ այլն, տարբեր փորձելու են վաճառել որպես ժողովրդավարության հաղթանակ, ինչ ասես ասեմ, խոսքի վաճառականը մեր կյանքից, այսպես ասած, պակաս չի։ Ամեն ինչ փորձելու են ներկայացնել, բայց կապ չունի։ Վարչական լծակների մասին դե արդեն հազանգ է։ Ամեն ինչ, դա անխուսափելիորեն իրենք կիրառելու են, բայց ինչ են անելու։ Իրենց խոսում է նրա մասին, որ այս մարդիկ փողի եւ պաշտամունքից բացի ոչ պետություն ունեն, ոչ հայրենիք ունեն, ոչ էլ քաղաք ունեն, ոչ էլ սեր ունեն ընդհանրապես որևէ բանի նկատմամբ, բացի իրենց որովայնը, իրենց փողը եւ իրենց պաշտոնը։ Խնդրեմ, սիրով։